Մի շատ հետաքրքիր կոմենտ էր եկել։ Ինչի՞ չես մտնում քաղաքականություն, խումբ սարքում ու գործանում։ Ճիշտն ասած, այս թեմայով ես շատ եմ մտածել։ Ոչ թե մի օր, երկու օր, էմոցիայով, այլ սառը գլխով։ Սառը գլխով մտածելու արդյունքում էլ հասել եմ մի պարզ եզրակացության։ Այս հասարակության մեծ մասը ոչ թե փոփոխություն է ուզում, այլ իր բարդույթների համար հերթական թիրախը։ Մարդը, ով մի քիչ բարձր է խոսում, մի քիչ ուղիղ է խոսում, մի քիչ չի վախենում, ավտոմատ դառնում է թշնամի։ Իսկ ես այն մարդը չեմ, որ մտնեմ մի դաշտ, որտեղ պլինտուսից ներքև հայհոյանքը կոչվում է քաղաքական ակտիվություն։ Եթե ես մտնեմ քաղաքականություն, մի բան պիտի հստակ իմանաք։ Ես չեմ անի բանավեճ նրանց հետ, ովքեր չեն տիրապետում տարրական հարգանքի։ Անարգալից սուբյեկտների հետ երկխոսություն չի լինելու։ Սա սանիտարական մաքրություն է։ Եթե ես մտնեմ քաղաքականություն, իմ քաղաքական ծրագիրը մոտավորապես այսպիսին կլիներ. կարճ կոնկրետ, առանց փաթեթավորման։ Առաջին՝ հիմարության լեգալացումը դադարեցնել։ Հիմար լինելը իրավունք է, բայց դա որպես պետություն կառավարելու հայտ ներկայացնելը ոչ։ Յուրաքանչյուր պաշտոնի համար մտավոր մինիմում տարրական տրամաբանություն, սեփական խոսքի պատասխանատվություն։ Եթե մարդը չի կարողանում 3 նախադասություն ասել առանց ինքն իրեն հակասելու, ուղարկվի ուղիղ տուն, ոչ թե կմտնի պատասխանատու գործի մեջ։ Երկրորդ՝ ժողովուրդը դեռ պատրաստ չի արտահայտության քրեականացում։ Սա ամենալկտի սուտն է։ Ժողովուրդը միշտ պատրաստ է արժանապատիվ աշխատավարձի, արդար դատարանի, նորմալ առողջապահության։ Պատրաստ չեն միայն այն մարդիկ, ովքեր սովոր են ժողովրդի հաշվին ապրելու։ Երրորդ կետ՝ կեղծ սրբությունների ապամոնտաժում։ Պետությունը եկեղեցի չի, եկեղեցին էլ պետություն չի։ Հավատը անձնական է, ոչ թե քաղաքական գործիք։ Ով Աստծուն օգտագործում է ձայներ հավաքելու համար, օգտագործում է մարդկանց տգիտությունը։ Այդտեղ ես կանգ եմ առնելու։ Չորրորդ կետ՝ սոցիալական արդարություն, ոչ թե ողորմություն։ Աշխատող մարդը պիտի կարողանա ապրել, ոչ թե գոյատևել։ Հինգերորդ կետ՝ խոսքի ազատություն առանց սրբապղծության։ Ասա ինչ ուզում ես, բայց մի հայհոյի, մի նվաստացրու, մի սպառնա։ Քննադատությունը ազատ է, ցեղ շպրտելը ոչ։ 6-րդ կետ՝ պատասխանատվություն հետադարձ ուժով։ Եթե պաշտոնյա ես եղել ու երկիրը տարել ես պատին, քո նախկին լինելը քեզ չի փրկելու։ Ոչ թե քաղաքական հետապնդում, այլ հաշվետվություն։ 7-րդ կետ՝ մարդուն մարդ համարել, առանց բաժանելու մերը, ձերը, սև, սպիտակ, հին, նոր։ Պետությունը պետք է աշխատի բոլոր մարդկանց համար, ոչ թե սրբացված կլանների։ Ու վերջում, ես քաղաքականություն մտնելու խնդիր չունեմ։ Ես անիմաստ քաղաքական ցեխի մեջ խեղդվելու խնդիր ունեմ։ Եթե պահանջարկ լինի, ոչ թե գոռացողի, այլ մտածողի նկատմամբ, եթե մարդիկ ուզենան լուծում, ոչ թե հերթական փրկչին, այն ժամանակ նոր կարելի է լուրջ խոսել։ Իսկ ես նախընտրում եմ խոսել ուղիղ, բարձր ու առանց կեղծ հույսերի, որովհետև սուտ հույսը ամենավտանգավոր քաղաքականությունն է։